Okay, հարազատներս, սկսում ենք ուրեմն մեզ հարկավոր է լինելու հավի միս։ Եթե նկատում եք, ես օգտագործում եմ հավի ազդրերը, դու կարող եք օգտագործել ընդհանուր մեկ հավ կամ հավի մասը, որ սիրում եք, որը որ նախընտրում եք։ Բնականաբար պետք է կաշին հեռացնենք անպայման, որովհետև սա վնասակար է, օգուտ չունի մեջը պահելու։ Ես անպայման հեռացնելու եմ հիմա սա եւ դնելու ենք շոկը խաշելու։ Շատ համով սոուսը անպայման կպատրաստեք, ձեր տանիցիները անպայման ձեզ կասեն դրա համար շնորհակալություն, ես դա խոստանում եմ։ Մեր տանը շատ սիրված ուտեստ է սա։ Okay, հարազատներս, արդեն մաքրած է, պատրաստ է եւ բացված է անգամ, ավելացնելու ենք վրան ջուր, սև հատիկավոր պղպեղ, եւ դափնու տերև մի քանի հատիկ։ Աղը եփելու ընթացքում կավելացնեմ, մոտավորապես եփելու ենք 15-ից 20 րոպե։ Ուղարկում ենք գազօջախին։ Մինչև մեր հավը կշոքե խաշվի, մեզ հարկավոր է անցնել մույս բաղադրություններին։ Մեզ հարկավոր է գլուխ սոխ։ Նախընտրելի է, եթե մեծ սոխեր են, 2 գլուխ կարող եք օգտագործել։ Եթե փոքրիկ սոխեր են, ուրեմն օգտագործեք 4 հատ։ Ես լուսնաձև եմ կտրելու, որտեղ շատ սիրունատես կլինում այնտեղ, չնայած որ սոխ չեմ սիրում ճաշի մեջ, բայց համը հավատացեք շատ համով է լինում սոխի հետ միասին։ Դա է հիմնականն, որ համը մի ընտիր համա տալի մեջը։ Ժորժյան, եթե նկատում եք, արդեն մեր մոտ սոխն է պատրաստ, ինչ շատ արագ հիմա հարկավոր է լինելու լոլիկը մաքրեմ, կեղևահանեմ։ Հիմա կասեք, այս ինչ ձևի լոլիկներ են, որ կարող եք կեղևը հանել։ Այո, այստեղ շատ հաճախ լոլիկները այնքան պինդ են, որ կարող ես կարտոֆիլի պես մաքրես։ Okay, ժողովուրդ, եւ սա հիմա շատ մոտ 4-5-6 մասի բաժանեք, ինչքան ցանկանաք, շատ մանր է, չէ, ուղղակի մասերի ենք բաժանելու։ Հիմա գնանք արդեն գազօջախի մոտ։ Այստեղ արդեն իմ հավի միսն շոկ է խաշվում, ես այդ ընթացքում աղ հիմա պետք է ավելացնեմ։ Okay, ժողովուրդ, արդեն այստեղ պետք է պատրաստենք մոտ 50 գրամի չափով ինձ հարկավոր է լինելու կարագ կամ յուղ եւ մոտ 50 գրամի չափով ինձ հարկավոր է լինելու ձեթ։ Գերադասելի է արևածաղկի կամ ավոկադո։ Ձեթի եւ կարագի կամ յուղի համադրությունը շատ համով է լինում, անպայման այդպես փորձեք կտեսնեք, որ շատ տարբեր է եւ համով է ավելի։ Հիմա պետք է ավելացնենք սոխը։
Քանենք եփելու միջև որ լավ փափկի սոխը մեր Ժորժան ավելացնելու ենք հիմա ընթացքում արդեն մեր չոր բաղադրությունները ռեհան 1 ճաշի գթալ մեկ ճաշի գթալ կարմիր քաղցր պղպեղ մեկ ճաշի գթալ ցիտրոն կես թեյի գթալ սև պղպեղ աղացրած տոմատի մածուկ և մեր կտրտած լոլիկները և շարունակում ենք նորից եփել մինչև մի լավ կփափկի արդեն սոխը ընենց համով փոտեր անգել Մորս մավայ չուտողին Ժորժան և 2 ատամ զղթոր ենք դնելու մեջը Հիմա կարմիր բիբար եմ ես դնում, եթե սիրում եք իհարկե կծու, եթե չեք սիրում, ապա ձեր ցանկության վրա է դա։ Անցնենք մնացած բաղադրություններին ավելացնելու։ Ժորժան, այս ընթացքում արդեն մեր հավի միսը շոգ է խաշվել է, հիմա արդեն սկսում ենք դասավորելը, կարտոֆիլներն ենք դնում։ Եվ մնացած հավի միսն ենք հիմա բերելու տեղադրենք Եվ սոկը հիմա կավելացնենք հավի, սոկը կավելացնենք մեջը մինչև այնքան ենք լցնում, որ կարտոֆիլի և հավի ծածկի շատ ավել չենք լցնելու Ես արդեն հավի մսին ավելացրել է, եթե նկատեցիք, ձեր ցանկության վրա է, եթե կնայեք, տեսնեք, եթե կարիքը կա ավելացնելու նորից, ապա խնդրեմ կարող եք ավելացնել։ Եթե ոչ, ուրեմն դնում ենք եփելու եւս 30 րոպե։ Ժորժան, վերջի բանը, որ պետք է ավելացնեմ արդեն, դա խառը կանաչին է, կարա լինի համեմ, մաղադանոց, ռեհան, ինչ որ կունեք, ձերի տակը խառը կանաչին էր։ Եվ եւս
5 րոպե կթողնեմ գեփվի ու կանջատեմ արդեն։ Լավ խառնելուց հետո։ Okay, ժողովուրդ, արդեն պատրաստ է, եթե նկատում եք։ Ինքը թանձր, մի քիչ ապուր է ստացվել, շատ համով։ Այս հեղուկը ամեն ինչ արժի, ամեն ինչ, այնքան համով է։ Մենակ հեչ որ չլինի, այս ճաշը ուտես, որ իրան մեջի այդ թանձրուկը, շատ համեղ է։ Անջատենք արդեն և թողնենք հանգստանա և սա համը կտեսնենք հիմա։ Okay, ժողովուրդ, պատրաստ է մեր ապուրը արդեն, սոուսը, մի հոտ, անուշ հոտ, ընտիր, կարտոշկան էլ այնքան է եփվել, որ հալվում է, կարագի նման, շատ համով է, շատ, անպայման պատրաստեք։